Բարի գալուստ բուժատետր։ Գիտեք, որ հին աշխարհում քացախ օգտագործվել է որպես բնական հակաբիոտիկ։ Այո, Հիպոկրատը բժշկության հայրը դեռևս մեր թվարկությունից առաջ 400 թվականին խնձորի քացախով բուժում էր վերքերն ու հազը։ Այսօր ցավոք մարդկանց գերակշիռ մեծամասնությունը չգիտի, որ այս էժան հեղուկ օրգանիզմում աշխատում է թանկարժեք դեղամիջոցների նման, բայց առանց քիմիական հավելումների։ Այս թողարկմանը առանց բարդ գիտական տերմինների եւ ավելորդաբանության կարճ ձևով մենք կպարզենք, թե ինչ է անում խնձորի քացախը օրգանիզմում, ինչ 7 հզոր խնդիրներ է այն լուծում, երբ է դառնում վտանգավոր եւ իհարկե ինչպես այն ճիշտ խմել, որպեսզի ստանաք առավելագույն օգուտը։ Երբ մենք խոսում ենք բուժիչ քացախի մասին, նկատի չունենք խանութներում վաճառվող թափանցիկ սինթետիկ հեղուկները։ Իսկական բժշկությունը չֆիլտրված, չպաստերիզացված եւ տնական խնձորի քացախն է։ Եթե դուք շշի հատակին տեսնում եք պղտոր, թելանման նստված, ապա ձեր ձեռքում իսկական գանձ է։ Կենսաբանության մեջ դրան անվանում են քացախի մայր։ Սա օգտակար բակտերիաների, ֆերմենտների, էնզիմների եւ կենդանի մշակույթների բնական կոնցենտրատ է։ Երբ խնձորի բնական շաքարը ֆերմենտացվում է, խմորվում է, այն վերածվում է քացախաթթվի։ Մեր օրգանիզմը ունի մի զարմանալի առանձնահատկություն։ Չնայած քացախը ինքնին թթու է, բայց գնալով աղեստամոքսային համակարգ, այն օգնում է կարգավորել թթվահիմնային հավասարակշռությունը pH-ը եւ ստեղծում է հզոր պաշտպանություն հիվանդությունների դեմ։ Այժմ ներկայացնում ենք 7 առողջական խնդիր, որոնց դեպքում խնձորի քացախը անփոխարինելի է։ Եվ այսպես, առաջին ինսուլինակայունություն եւ շաքարային դիաբետ։ Երբ մենք ուտում ենք ածխաջրեր, հաց, կարտոֆիլ, մակարոնեղեն, քաղցրավենիք, դրանք ստամոքսում արագորեն տրոհվում են գլյուկոզայի շաքարի։ Շաքարը լցվում է արյան մեջ, իսկ կենսաստամոքսային գեղձը ստիպված արտադրում է ավելի մեծ քանակությամբ ինսուլին հորմոն, որպեսզի այդ շաքարը բաշխի բջիջներին։ Ժամանակի ընթացքում բջիջները հոգնում են եւ դադարում են արձագանքել ինսուլինին եւ առաջանում է ինսուլինակայունություն։ Խնձորի քացախի մեջ առկա քացախաթթուն ժամանակավորապես ընկճում է այն ֆերմենտների ակտիվությունը, որոնք պատասխանատու են բարդ ածխաջրերի արագ տրոհման համար։ Արդյունքում գլյուկոզան արյան մեջ ներծծվում է դանդաղ եւ հավասարաչափ։ Բջիջները հասցնում են յուրացնել այն, ինչը բարձրացնում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը 20-30%-ով, իսկ արյան մեջ շաքարի մակարդակը ուտելուց հետո նվազում է մոտավորապես 20-30%-ով։ Երկրորդ ավելորդ քաշ եւ ճարպակալում, հատկապես որովայնի շրջանում։ Ինչ է կատարվում օրգանիզմում։ Ճարպերի կուտակման գլխավոր մեղավորը կրկին բարձր ինսուլինն է։ Քանի որ արյան մեջ ինսուլինի մակարդակը բարձր է, օրգանիզմը գտնվում է ճարպի կուտակման ռեժիմում եւ չի կարողանում այրել սեփական պաշարները։ Բացի այդ, շաքարի տատանումները առաջացնում են քաղցի կեղծ եւ կառավարվող զգացողություն։ Օրինակ, ուտելուց 2 ժամ անց նորից քաղցր բան ուտելու ցանկություն։ Ինչ է անում քացախը։ Քացախաթթուն ակտիվացնում է այն ֆերմենտները, որոնք օրգանիզմի էներգետիկ անջատիչներն են եւ հրահանգում է բջիջներին դադարեցնել ճարպի կուտակումը եւ սկսել դրա ակտիվ այրումը։ Քացախը նաև դանդաղեցնում է ստամոքսի դատարկումը, ինչի շնորհիվ կշտության զգացողությունը պահպանվում է երկար ժամանակ եւ դուք օրվա ընթացքում բնականորեն 200-300 կիլոկալորիա պակաս եք օգտագործում։ Երրորդ՝ ստամոքսի ցածր թթվայնություն, գազեր եւ փորապքանք։ Ինչ է կատարվում օրգանիզմում։ Շատերը կարծում են, որ ստամոքսի այրոցն ու գազերը բարձր թթվայնության նշան են, բայց ճիշտ հակառակն է։ Տարիքի, սթրեսի կամ սխալ սնվելու պատճառով ստամոքսը արտադրում է թույլ աղաթթու։ Սպիտակուցային սնունդը միս, ձուկ չի կարողանում նորմալ քայքայվել ստամոքսում։ Այն կիսամարս վիճակում անցնում է աղիներ, որտեղ դառնում է սնունդ վատ բակտերիաների համար։ Սկսվում է նեղման եւ խմորման process, որը ուղեկցվում է մեծ քանակությամբ գազերի արտադրությամբ եւ փորապքանքով։ Ուտելուց առաջ նոսրացված խնձորի քացախ խմելը արհեստականորեն իջեցնում է ստամոքսի pH-ը, այն դարձնում է ավելի թթվային։ Սա ակնթարթորեն ակտիվացնում է պեպսին ֆերմենտը, որը պատասխանատու է սպիտակուցների ճեղքման համար։ Սնունդը մարսվում է արագ, չի մնում ստամոքսում եւ չի հասնում աղիներ վնասակար տեսքով։ Արդյունքում գազերն ու ծանրության զգացումը անհետանում են հաշված օրերի ընթացքում։ Չորրորդ՝ բարձր խոլեստերին եւ անոթների խցանում։ Արյան մեջ շրջանառվող ցածր խտության լիպոպրոտեինները վատ խոլեստերինը ինքնին վտանգավոր չէ, քանի դեռ չեն օքսիդացվել ազատ ռադիկալների ազդեցությամբ։ Օքսիդացված խոլեստերինը կպչում է մեր արյան անոթների պատերին, առաջացնում է բորբոքում, ձևավորում աթերոսկլերոտիկ վահանիկներ, որոնք նեղացնում են արյան հոսքը դեպի սիրտ եւ ուղեղ։ Արդյունքում նաեւ բարձրանում է ճնշումը։ Չֆիլտրված մաքուր խնձորի քացախը հարուստ է հզոր հակաօքսիդանտով, որը կոչվում է քլորոգենաթթու։ Այս նյութը կանխում
կանխում է խոլեստերինի մասնիկների օքսիդացումը։ Բացի այդ, քացախտթուն լավացնում է լյարդի աշխատանքը, օգնելով նրան ավելի արդյունավետ կերպով ֆիլտրել և օրգանիզմից դուրս բերել ավելորդ տրիգլիցերիդները, ճարպերը, ինչը պաշտպանում է մեր սիրտը կաթվածից և ինսուլտից։ 5. Ակնե, մաշկային ցան և լայնացած ծակոտիներ։ Առողջ մաշկը ունի թույլ թթվային միջավայր։ Այս թթվային պատնեշը թույլ չի տալիս վնասակար մանրէների և սնկերին բազմանալ մաշկի վրա։ Երբ մենք օգտագործում ենք սովորական հիմնային օճառներ, քիմիական լվացող միջոցներ կամ ունենք հորմոնալ խնդիրներ, մեր մաշկի pH-ը դառնում է չեզոք կամ հիմնային բակտերիաների համար։ Ջրով նոսրացված խնձորի քացախը հանդիսանում է կատարյալ բնական տոնիկ։ 1 բաժին քացախ, 3-4 բաժին մաքուր ջուր։ Այն ակնթարթորեն վերականգնում է մաշկի թթվային պատնեշը։ Ունենալով օրգանական թթուներ, այն նրբորեն շերտազատում է մեռած բջիջները, մաքրում ու նեղացնում է ծակոտիները, ինչպես նաև սպանում է բորբոքում առաջացնող բակտերիաները։ Հաջորդը թեփ, գլխամաշկի քոր և մազաթափություն։ Թեփի հիմնական պատասխանատուն սնկեր են, որոնք բնականորեն ապրում են մեր գլխամաշկին և սնվում են մաշկաճարպով։ Եթե ճարպագեղձերը սկսում են շատ աշխատել կամ խախտվում է գլխամաշկի հավասարակշռությունը, սնկերը սկսում են անվերահսկելիորեն բազմանալ, առաջացնելով մաշկի թեփոտում ուժեղ քոր և բորբոքում, ինչը վնասում է մազարմատները և բերում է մազաթափության։ Քացախի թթու միջավայրը հանդիսանում է հզոր բնական հակասնկային միջոց։ Մազերը լվանալուց հետո քացախաջրով ցողելը ոչնչացնում է սնկային գաղութները։ Հեղուկը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ մաքուր քացախ և 1 բաժակ ջուր։ Բացի այդ, քացախը փակում է մազի թեփուկները, ինչի շնորհիվ մազերը ստանում են հայելային փայլ և դառնում են առանցքական։ 7. Կոկորդի սուրցավ և բերանի տհաճ հոտ։ Մրսածության կամ վիրուսների ժամանակ նշագեղձերի վրա սկսում են բազմանալ պաթոգեն մանրէներ, որոնք առաջացնում են կարմրություն, այտուց և կլման ժամանակ սուր ցավ։ Իսկ բերանի քրոնիկ տհաճ հոտը հաճախ կապված է լինում լեզվի արմատին և ատամների արանքում ապրող անաերոբ բակտերիաների հետ, որոնք արտադրում են ծծմբային գազեր, պայմանավորելով նաև տհաճ հոտը։ Խնձորի քացախը գործում է որպես տեղային անտիսեպտիկ։ Գոլ ջրով և քացախով ողողումները ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ բակտերիաները ֆիզիկապես չեն կարողանում գոյատևել և բազմանալ։ Այն արագորեն մաքրում է լորձաթաղանթը, նվազեցնում է այտուցը և ամբողջությամբ չեզոքացնում է տհաճ հոտ արտադրող մանրէներին։ Ողողման համար ձեզ անհրաժեշտ կլինի 1 թեյ գդալ քացախ կես բաժակ ջրին։ Խոսենք նաև վտանգների և հակացությունների մասին։ Չնայած իր ամբողջ օգտակարությանը, քացախն ուժեղ թթու է և սխալ կիրառման դեպքում այն կարող է վնաս հասցնել։ Եվ այսպես, հակացուցված է, եթե ունեք ստամոքսի խոծ էրոզիա և սուր գաստրիտ։ Եթե ձեր ստամոքսի լորձաթաղանթի վրա արդեն կան բաց վերքեր, խոցեր կամ էրոզիաներ, ապա ցանկացած թթու ներթափանցելով այդտեղ կառաջացնի ուժեղ այրվածք, ցավ և կխորացնի հիվանդությունը։ 2. Երիկամների քրոնիկ անբավարարություն։ Երբ օրգանիզմ է մտնում մեծ քանակությամբ թթու, երիկամները ստիպված են լինում աշխատել արտակարգ ռեժիմով, այն դուրս բերելու և արյան հավասարակշռությունը պահելու համար։ Թույլ կամ հիվանդ երիկամները պարզապես չեն դիմանա այս ծանրաբեռնվածությանը։ Հաջորդը հիպոկալեմիա, կալիումի ցածր մակարդակ։ Քացախի չարաշահումը կամ առանց հսկողությամբ մեծ չափաբաժիններով ընդունումը նվազեցնում է կալիումի մակարդակը օրգանիզմում։ Եթե կալիումի պակաս ունեք արդեն, այն կբերի մկանային թուլության և սրտի ռիթմի վտանգավոր խանգարումների, առիթմիայի։ 4. Համատեղելիությունը դեղերի հետ, ինսուլին և միզամուղներ։ Եթե դուք ընդունում եք միզամուղ դեղեր կամ ներարկում եք ինսուլին, քացախ խմելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ։ Քացախը կարող է ուժեղացնել այդ դեղերի ազդեցությունը և արյան մեջ կալիումի կամ շաքարի մակարդակը հասցնել կրիտիկական ցածր կետի։ Իսկ ինչպես ճիշտ օգտագործել քացախը։ Անվտանգության ոսկե կանոններ։ Որպեսզի խնձորի քացախից ստանաք միայն առավելագույն օգուտ և խուսափեք կողմնակի ազդեցություններից, հետևեք այս պարզ քայլերին։ Երբեք մի խմեք մաքուր վիճակում։ Սա ամենակարևոր կանոնն է։ 1 բաժակ գոլ կամ սենյակային ջերմաստիճանի ջրին պետք է ավելացնել ընդամենը 1 թեյի գդալ, սկզբի համար և աստիճանաբար հասցնել 1 ճաշի գդալի։ Օգտագործեք հյութի ձողիկ։ Քացախաջուրը խմեք միայն ձողիկով, որպեսզի հեղուկը հնարավորինս քիչ դիպչի ձեր ատամներին։ Ուտելուց հետո բերանը ողողեք մաքուր ջրով։ Ճիշտ ժամանակը։ Քացախաջուր խմելու լավագույն ժամանակը հիմնական ուտեստից 15-ից 20 րոպե առաջ է, օրինակ ճաշից կամ ընթրիքից։ Այն կնախապատրաստի ստամոքսը սննդի ընդունմանը, սակայն քացախը պետք չէ խմել սոված ստամոքսին, այսինքն նախաճաշից առաջ քացախ խմել չի թույլատրվում։
Եվ իհարկե լսեք ձեր օրգանիզմին։ Եթե քացախաջուր խմելուց հետո ստամոքսում զգում եք այրոց, սուր ցավ կամ սրտխառնոց, անմիջապես դադարեցրեք այն։ Դա կարող է լինել նշան, որ ձեր ստամոքսի լորձաթաղանթը վնասված է։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը։ Եթե մեր աշխատանքը օգտակար էր, ապա հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում գրեք ձեր կարծիքը։ Նաև նշեք, արդյոք կիրառում եք խնձորի քացախ բուժական նպատակներով, թե ոչ։ Առաջարկեք նոր թեմաներ մեր հաջորդ թողարկումների համար, կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը, որոնք ձեր առողջության մասին են։ Առողջ եղեք եւ լավ մնացեք։ Մինչ նոր հանդիպում։